Ողջույն։ Այն որ ասում եք, բայ այդ վիդեոները որ շուտ ես նկարել, հիմա որ ես ասել, այսինքն ցույց տան, թե այս տարի ինչ եմ արել։ Այս ամբողջ աշխատանքը արել եմ 23 թվականին եւ մինչեւ 2024 թվականի հունիսի 25-ը կարելի ասել ոչ մի աշխատանք չեմ արել, միակ բանը որ արել եմ, այդ մայիս ամսին մեքենան տան բակից հանել բերել եմ կողքի բակ ու հա, վերջապես տնեցիք ինձ տան բակից հանեցին, ստեղ հիմա կողքի բակում եմ գործ անելու, առաջին հերթին պետք է այս տարածքը մաքրել, ազատել, որպեսզի ստեղ գործը շարունակեմ, կողքի բակում ավելի հարմարավետ է լինելու, քանի որ տարածքը ավելի մեծ է ու ազատ հանգիստ կարողանամ գործ անեմ։ Առաջին բանը, որ պետք էր անել մեքենան աշխատանքային տեղ է բերելուց հետո, դա զակատով կարված մետաղները տան բակից կողքի բակ բերելն էր, որպեսզի արդեն սկսեի կողքի պատի աշխատանքները։ Այս մեջտեղի հատվածները, որ տեսնում եք, այդտեղ պրոֆիլներ չեմ դնում, այդ չեմ դնում այն բանի համար, որ այդ տեղանքը լինելու է պատուհանների համար։ Նշեմ, որ գործը մի քիչ ավելի դանդաղ էր էթում, քանի որ եղանակն էլ իր հերթին էր խանգարում, անընդհատ անձրևներ կամ շատ կամ այնքան արև էր, որ գործ անել չէր լինում։ Ուրեմն այս դռան մուտքի պրոֆիլն է, ուգոլնիկը դրի, ստուգեցի, ամեն բան նորմալ էր։ Հիմա այս մյուս կողմն էլ էսի կդնենք, 80 սանտիմետր եմ լայնություն ուզում անեմ, անեմ պերեխվատ կանեմ, հասկանանք ոնց է, ստե պատոնները սզում եմ 1.60 լայնության պատոն անեմ, հասկանամ այդ ամեն ինչը ոնց է նայվելու, այս դրա կորոշեմ մնացածը։ Ոնց տեսնում եք, այստեղ երկար բարակ կանգնած մտածում եմ, թե արդյոք իմ մտածած պատուհանի չափերը բավարար է, թե չէ։ Իմ ուզած արդյունքը ստանալու համար ու ինչ որ մի հատ պահի պապային եմ կանչում գալիս է, իրար հետ քննարկում ենք, բարձրանում եմ կրիշից եմ նայում, հասկանամ արդյոք ճիշտ եմ վիզուալիզացնում, մտածածս կստացվի, թե ոչ։ Բայց ստեղ այլընտրակ չէր մնում, քան եթե բերեի իսկական բարձ, պարկեի հատակին ու փորձեի վիզուալիզացնեի, հասկանայի արդյոք իմ ուզած պատկերը կստացվի, թե ոչ։ Քանի որ իմ նպատակն այն էր, որ եթե գտնվեմ բնության մեջ, ազատ կարողանամ նայեմ դուրս, բնությունը վայելեմ, ներսից եթե աշխատում եմ չխանգարի, երկրորդը եթե երկու տարբեր դիրքերով պարկեմ, կարողանամ հանգիստ նայեմ թե երկինք, թե պատուհանից դեպի դուրս։ Այն պահը, որ ասենց պարկած փորձում եմ վիզուալիզացնել, մեկ մի ուղղությամբ էի պարկում, հետո մի ուղղությամբ էի պարկում, փորձում եմ հասկանալ ընդհանրապես պատուհանների լայնքը ոնց կստացվի, ոնց կնայվի, ու շատ խնդալու էր այդ պահը, ինքս ինձ մտածում էի, սա արևանները կնայեն ու կասեն, այս տղեն լրիվ ցնդել է, ձեռքից գնում է։ Այս ամեն ինչից հետո հասկանում եմ պլյուս մինուս, որ ամեն ինչ արդեն նորմալ է, սյուների հիմնական տեղը հասկանում եմ ու որոշում եմ, որ զոդեմ ու անցնեմ հիմնական աշխատանք իրականացնելու։ Մյուս առավոտյան, երբ արդեն երկու կողմի պատեր ու նաև տանիքի սյուները հիմնականում զոդել է, արդեն կար ասենց ասած հիմնական պատկերացումը, չափերը երևում էր, որոշեցի, որ կարելի է պլանշետում ոնց որ նախագծել է, այդ նախագծումը փորձել ասենց հասավորել, ըստ բարձրության բանի հասկանալ ոնց է ստացվում, օրինակ լոգարանն ու տուալետը ոնց է լինելու, կուխնյայի բլոկը ոնց է լինելու, այնտեղ նստելու, հաց ուտելու հատվածները ոնց կլինի, արդյոք այդ ամեն ինչը ճիշտ եմ մտածել, իրականում շոշափելիորեն, երբ որ նայում ես կխանգարի այդ ամեն ինչը, թե ոչ։ Հետո պապային եմ մի հատ էլ կանչում, այդ ամեն ինչը իրար հետ նորից քննարկում ենք։ Այստեղ հիմնական էս աջ կողմի հաց ուտելու հատվածի վրայի կասկածում, քանի որ այդ հատվածը մոտ 35 սանտիմետր գետնից բարձր եմ անելու, տակը լինելու է ջրի բակեր ու դարակ։ Բայց դա մեկը ընթացքում էլ ինչ որ հարցեր փոփոխվելու է, արանք փորձում ես մտածես, հասկանաս արդյոք այն նախնական մտածվածը ճիշտ է, կարելի է ամեն ինչը մի հատ ուրիշ այլ տեսանկյունից նայել, այս ամեն ինչը սենց ոնց որ լեգո լինի, ոտի վրա հավաքում ես, փորձում ես հասկանաս ոնց է։ Դեռ էլի սենց նմանատիպ ինչ որ պլանյարովկա փորձեմ անեմ, հասկանամ արդյոք ճիշտ որոշումներ է։ Դե այդ ամեն ինչը ինչքանով պրակտիկ կլինի, արդյոք հարմար կլինի, թե ոչ ճիշտ որոշում է կամ սխալ, այդ ավելի շատ արդեն պրակտիկան ցույց կտա, որովհետև ինչքան էլ նախագծես, պլանավորես, մեկը հետագայում օգտագործելուց լիքը բաներ հասկանում ես, որ կարելի է լրիվ այլ ձևով անել։ Ու այդ ամեն ինչից հետո արդեն սկսում եմ մեծ պատուհանի, որ կասկածում եմ ոնց անեմ, ինչ չափերի անեմ, այդ պատուհանի ռամկան սարք։
Ռամկան սարքելուց հետո արդեն մյուս առավոտյան շատ շուտ եմ արթնանում մոտավորապես ժամը 7-ին, որպեսզի սկսեի պատերի, սյուների, արանքների պրոֆիլները հավաքել, որովհետև մյուս կողմից շատ շոգ է լինում կամ անձրև էր գալի, այդպես անընդհատ պրոցեսը դանդաղում երկարում էր, հատկապես այս գործ ինքը շատ դանդաղ գործ էր, որովհետև պատկերացրեք 18 հատ սյուն կա ամեն մի պատի վրա ու այդ ամեն մի սյան արանքն էլ 6 հատ պրոֆիլ պետք է ճիշտ հեռավորության վրա դասավորեի ու զոդեի։ Անկեղծ սկսել եմ զարմանալ իմ անփերատարության վրա, որ այսքան ասես դանդաղ կարողում եմ այս գործը տանեմ առաջ այդքան անփերատար չէի, չգիտեմ, երևի ավելի շատ այս ամեն ինչի մոտ զարգացել եմ, մանավանդ երբ որ մարաթոն վազեցի, այդ ամեն ինչ էլ ավելի լավ սկսեցի հասկանալ, թե ոնց է մանր քայլերով դու քո ուզածին տենց հասնում ես, պետք է ընդամենը դիմանալ ու անել մինչև վերջ։ Ու հա, օրինակ ես մի պատի կառուցել եմ մոտավորապես տենց մի շաբաթ տևել է։ Ուրեմն այս մի կողմի պատի ամբողջ բերեգարոտկեքը զոդել վերջացրել եմ։ Հələ մենակ այս լուսամուտի գծերը դա էլ որ չեմ անի, սպասեմ այս թիթեղները հավաքելով գամ, որտեղ այս մեջտեղի պատը մի աննշան կարայզյանյան լինի։ Հիմա ինչ եմ ուզում անեմ։ Այն կողմ ուրեմն կթողեմ հետո, մի հատ այս կողմ անեմ հասկանամ, կարող է ինչ-որ սխալներ եմ արել կամ թերություններ կա, որ լավ կլներ, որ օրինակ թիթեղը փորձեի կպցնեի, նոր հետո այս սրանք դնեի։ Հիմա այս սրանք տաշեմ, ըստ այս հավելյալ մասը ու փորձենք այս թիթեղը դնենք տեղը փորձնական, հասկանանք ոնց է ստացվում։ Թռանք գործանելու։ Ամենասկզբում մի հատ քանով ստուգում եմ հարթությունները արդյոք մի մակարդակի են թե ոչ, հետո սկսում եմ արդեն մյուս կողմից զոդել, որպեսզի մաքսիմալ ամուր ստացվի։ Հետո նոր դրանից հետո պետք է տաշեմ, որպեսզի կարողանամ թիթեղ կպցնել։ Ու հա, այստեղ թիթեղը վերև անել ունել իր բարդությունները, քանի որ թիթեղը պետք էր այնպես բարձրացնել, որպեսզի ավելորդ ծռմռվածություն չառաջանար, երկրորդ պետք էր թիթեղը հավասար սեղմել ու պետք էր այնպես զոդել, որպեսզի նոր ինչ-որ ալիքներ չառաջանար այս ամեն ինչի վրա։ Եվ նույն այս պրոցեդուրան ամեն մի թիթեղի համար առանձին կրկնում եմ, ամեն ինքի հետևից պրոֆիլները նորից զոդում եմ, տաշին հավասարեցնում եմ ու բերում եմ, սկսում եմ կպցնել։ Ամենասկզբում մտածում եմ, որ այս թիթեղները կարելի է գոնե մի կողմը մեկ օրում վերջացնել, բայց իրականում չկար այդպես բան, մենակ մի կողմը տաշելը 3-4 ժամ տևում էր, ճաշված արդեն ամեն մի թիթեղը կարողանալ հավասար սեղմել տեղը ու զոդելը։ Ուրեմն այս թիթեղ սվարտկանելուց մի երկու հատ նյուանս կա։ Խնդիրն այն է, որ ոնց անենք, որ ինքը մաքսիմալ հավասար սվարտկվի, որպեսզի ալիքներ չտա, որ հետո զամասկի խնդիր չառաջանա։ Ու սկզբից այն մեկը արել էի շատ վատերը ստացվեց, սրանք ամեն անելուց ավելի լավ եմ սկսի անել։ Հիմա ոնց որ վերևից կախում եմ, այս մյուս կողմից պրոֆիլ եմ սես դնում ու չվերով սենց հետևից սեղմում եմ վրա, բայց բացի հետ էլ ինչ եմ անում։ Մի հատ ասենք այս անկյունից եմ սվարտքում, մի հատ այս մյուս անկյունից եմ սվարտքում, սենց խաչուփակ սվարտկելով գալիս եմ, ոնց որ թե ավելի հաջող է ստացվում։ Այս մի կողմի երրորդ թիթեղը վերջնականացնելուց հետո ուզում էի չորրորդն էլ դնեի, սկսեցի այդ վերջնական զոդման աշխատանքները անել, որպեսզի կարողանամ տեղադրեմ, բայց հետո փոշմանեցի, քանի որ ճանապարհը, այսպես ասած, երկարում էր, այս կողմից արագ իջնում դուրս էի գալիս, արդեն եթե այս մյուս կողմից գործիք էր պետք գալիս, տենց որոշեցի թողեմ, հետո կանեմ։ Ու դրա համար անցնում եմ հետևի պատի աշխատանքներն, ըստեղ նույն ձևի պետք էր երկու կողմից զոդել, տաշել ստանալ հարթ մակերևույթ ու դրանից հետո կրկնել թիթեղ կպցնելու պրոցեսը։ Չգիտեմ, ոնց անում եմ, ինձ թվում է էլի ալիքները մեջը շատ է, չնայած այս մեկը անվտաբար ոնց որ ավելի ուղիղ է կպե։ Իսկ այս լավ է, այս ավելի ալիքով էր, այս սրանք նայում եմ մի քիչ ալիքը ավելի շատ է, չգիտեմ, սենց կամերան փոխանցում է թե չէ, այդ հետո խնդիր է դառնալու, երբ որ արդեն փորձեմ ներկեմ,
այդ ժամանակ պետք է այդքան զամասկեմ շուշա թխտեմ, իսկ այդ չարչարանքը շատ ավելի շատ է մեծացնում։ Այս ամեն ինչից հետո առաջին բանը, որ պետք էր անել, արդեն տանիքի պատուհանի տեղը որոշելն էր վերջնական, ոնց տեսնում եք, ստեղ էլի տենց փորձում եմ պարկեմ, նայեմ երկինք, հասկանամ արդյոք այդ պատուհանի չափը բավարար է թե չէ, ու անցնում եմ այդ ամեն ինչի աշխատանքի իրականացմանը։ Տանիքի առաջնահերթ սարքելը կարևոր էր, քանի որ անընդհատ անձրև էր գալու, այդ մետաղները ժանգոտացնում էր, հանգարում էր ամբողջ աշխատանքին։ Բացի այդ էլ եթե տանիքը վերջացնեմ, արդեն ներսը հանգիստ կարենամ այլ գործեր անեմ։ Ճիշտ է, պատուհանը պատրաստելուց հետո միանգամից ուզում էի անցնել տանիքի աշխատանքների իրականացմանը, բայց քանի որ տանիքը բարձրանալուց պետք է կաբինգայի վրայով բարձրանա իջնել, իսկ այդ ավելի անհարմար էր, որոշում եմ ալկովի հատակ ու կաբինգայի հետևի պատը պատրաստեմ, որպեսզի առանց խոչընդոտի կարողանամ բարձրանալ վերև, իջնեմ ներքև ու արագ գործս գնա առաջ։ Հիմա ինչ ունեմ անելու, ուրեմն այս վերևը ստացա, մնացել է մենակ այս արանքները, հետի կանեմ, այս վերևը լուսամուտի հարցը պետք է որոշեմ, հələ չեմ կողմնորոշում բացվող անեմ, թե չէ ու չափերը, մեկ մտածում է 80, բայց ստեղից է գալի, իսկ այդ ահագին է էլ այս բարձրության վրա, եթե սենց պարկած ես ստեղ, այսքանը ոնց որ շատ է էլ բերեբոռա մի տեսակ։ Չնայած պատուհանի պրոֆիլները 15 սանտի ամեն կողմից գալիս է, ինքը եղանում է շուշել, չգիտեմ, հələ այդ պահը պետք է հասկանամ, բայց մինչև այդ անելը ուզում եմ այս հավաքեմ, որ հասկանամ ընդհանրապես այստեղից հնարավոր է սենց բարձրանաս կտուր, թե չէ։ Եթե չես կարալու բարձրանաս, ոնց որ էդի բացողի դարձնել լրիվ անիմաստ է դառնում, սկսեմ սի սարքեմ, հետո մնացածը կհասկանամ, գնացինք։ Ալկովի հատակը անելուց հետո հասկանում եմ, որ իրականում շատ լավ կլինի, որ մյուս կողմի պատի սյուններն էլ պատրաստ լինի իր ապերեգարոտքեքով, որպեսզի դրսի կողմից, այսպես ասած, որպես աստիճան օգտագործելով կարողանամ բարձրանամ վերև իջնեմ, ու դրա համար սկսում եմ այդ աշխատանքները անել, ընթացքում հասկանում եմ, որ պատերի մեջ կա ծռվածություն, քանի որ տաքությունից դեֆորմացվել է, լիբյոտկեն բերում եմ ու սկսում եմ լիբյոտկով այդ ծռվածությունները շտկել։ Այդ ամեն ինչից հետո արդեն հասնում եմ կաբինգայի հետևի պատի, այսպես ասած, բերեգարոտքեքն եմ սկսում հավաքել տեղը, որպեսզի արդեն կարողանամ հանգիստ բարձրանալ վերև ու սկսեմ վերևի աշխատանքներ իրականացնել։ Դե ինչ, այս անգամ համար այսքանը, հուսով եմ չեք մոռացել սեղմել հավանելու եւ բաժանորդագրության կոճակը, ինչպես նաեւ եթե ունեք հարցեր գրեք, մեծ սիրով կպատասխանեմ, եւ եթե նկատել եք ներկայացմանս մեջ որևէ թերություն այդ մասին նշեք, պարտադիր հաշվի կառնեմ այդ ամեն ինչը։ Ինչպես նաեւ կարող եք ինձ հետևել Instagram կամ TikTok-ում, նկարագրության բաժնում էջը նշված է, որովհետեւ այնտեղով արդեն կսկսեմ ամենօրյա աշխատանքներից փոքր հատվածներ ներկայացնել։ Լավ մնացեք։